Ինչը կատարվում մեր երկրում, դե ոնց, կառուցում են, ասֆալտ են փռում, չես տեսնում, ինչ վատ է։ Ինձ թվում է շատ լավ ասֆալտ են փռում եւ շատ լավ ասֆալտին են փռում։ Ինչ վերաբերում է իր իշխանությանը, դե մարդ են գործ են անում էլի։ Լավ, բայց գյուղերը դատարկվում են, փոքր քաղաքները անմարդաբնակ են, բոլորը Երևան են գալիս, մինչև երբ։ Համար դե ասֆալտ են փռում էլի, մի խանգարեք, թող աշխատեն։ Լավ, բասում են ասֆալտի վրա պետք է գող, ավազակ փռեն բոլորին։ Դե սկզբից պետք է ասֆալտ փռեն, որ հետո գողերին ասֆալտի վրա փռեն։ Բա այդքան տարի անցավ, հələ փռում են։ Դե տեղը շատ է, ասֆալտը պետք է փռեն, չէ՞։ Բա Արցախը կորավ, բա Սյունիքը հիմա մասնավոր ֆիրմա է պաշտպանում, այդ ոնց։ Դե տղեկը զբաղված են, ասֆալտ են փռում, մի խանգարեք։ Լսեք, Արցախում էլ էին ասֆալտ փռում, տներ էին կառուցում։ Հետո այդ ամենը ասֆալտով տներով թողեցին թուրքերին ու մի օրում փախան, որովհետև ասֆալտից բացի, ասֆալտից առաջ ու ասֆալտից հետո պետք է կառուցել պետություն, անվտանգություն, բանակ։ Իսկ դրա համար պետք է ոչ թե ասֆալտ փռել, այլ պետք է դաշնակից ունենալ, պետք է ճիշտ քաղաքականություն ունենալ։ Իսկ հետո արդեն կլինի եւ ասֆալտը, եւ գյուղերը կծաղկեն, եւ տներ կկառուցեն, ու ամենակարևորը մարդիկ կապրեն այս անմարդաբնակ էլիտար շենքերում եւ չեն փախչի։ Մտածեք այդ մասին։